Պատրաստվել են աղջիկները։ Գնում անգելա, երեխեքը գնան։ Զոյկան պրինցեսին է նայում, գանք Զոյկայի մազերն էլ սաներենք։ Ու գնանք։ Դե լավ, նայ, ես քուրիկին ապերին քուրիկներին ճանապարհեմ գամ, լավ։ Ողջույն սիրելիներս, բարի լույս։ Առավոտյան իմ սուրճի ժամն է։ Երբ որ բոլորին ճանապարհում եմ, երբ որ չեմ հասցնում վիտոյի հետ սուրճ խմել առավոտ շուտ, ինքը պետքա շուտ գնա, կամ ես մի քիչ ուշ պետքա գնամ ու արագ երեխեքին եմ ճանապարհում, հետո գալիս եմ, նստում եմ լռության մեջ, իհարկե լռություն չի։ Ինչ կա չկա միացնում եմ ամանների մեքենա, լվացքի մեքենա միացնում եմ, որ վերջանան, դրանք էլ հասցնեմ տեղավորեմ փռեմ ու նոր դուրս գամ, այդ անում եմ այն օրերին, որ մի քիչ ուշ եմ գնում աշխատանքի, դե ուշ ասելով ժամը 7:30 նոր տանից դուրս եմ գալիս, սովորաբար 6:30 եմ դուրս գալիս։ Այդպես սիրելիներս, հիմա սուրճս եմ խմում ու մտածեցի ավելի լավ է մի հատ վլոգի սկիզբ այդ ազդարարեմ, քանի որ դեռ ոչ մի բան չեմ նկարել, մի շաբաթ անցել է, բայց ես դեռ ոչ մի բան չեմ նկարել ու մի քիչ խառը շաբաթ էր, մի քիչ խառը այսպես եռուզեռ, իհարկե ամեն ինչ կարգին է մեր մոտ, դե մի քիչ հիվանդանալ, մի քիչ լավանալ, սեզոնային այդ ամեն ինչը Արջևում ձմեռա, պետք է պատրաստվել, այդ գործընթացի մեջ է ու ոչ թե չեմ ուզեցել նկարել, այլ իսկապես չեմ հասցրել ոչ մի բան նկարել, բայց կաշխատեմ գոնե մի քիչ նկարել, որ այս վլոգը չուշանա։ Այդպես սիրելիներս, մի խոսքով կարևորը սկիզբն ազդարարված է վլոգի, դե ինչ վեր կենամ, բրցնում է, լվացքը անջատվում է, լվացքը փռեմ, մեքենան անջատվել է, արդեն բացել եմ, հելն եմ դրանք էլ դասավորեմ ամաններս ու դուրս գամ, բոլորից լավ օր եմ մաղթում, գնացինք։ Սիրելիներս, ես ես կրկին ողջունում եմ նույն վայրից, խոհանոցից, բայց արդեն անցել է 3-4 ժամ, այսօր ուշ գնացել եմ, շուտ եկել եմ, քանի որ ընդամենը 2 հատ հարցազրույց ունեի վիրահատության համար, այլ ուրիշ ոչ մի բան, ու մեկ էլ պետք է ավարտին հասցնեի այն ամբողջ թղթաբանությունը, որը հաջորդ 2 շաբաթների համար է, հաջորդ 2 չորեքշաբթի օրերի համար է վիրահատության համար, ու քանի որ ես դա արդեն ընթացքում արել էի ու կարիք չկար ուրբաթ օրը երկար մնալու, դրա համար շուտ եմ վերջացրել, շուտ եմ եկել ու մտա խանութ, գնումներ արեցի այստեղի համար, այս երկրորդ հարկի խոհանոցի համար, հիմնականում երեկոյան, երբ որ բարձրանում ենք վերև, հեռուստացույց դիտելու, դե ներքևում էլ կա հնարավորությունը, բայց երբ արդեն այստեղ ենք, հա, բայց կարելի էր միրգ ուտել կամ կարելի էր այս անել, կարելի էր մի փոքր ինչ-որ բան կամ առավոտ շուտ նախաճաշի համար, որոշել եմ, որ այստեղ լինի միրգ, բանջարեղեն, հիմնականում ոչ եփելու, հիմնական, որ այստեղ լինի նախաճաշելու վայր եւ հաճելի ուղակի նստել, սրճել, իսկ ներքևի մեծ խոհանոցում լինի ճաշելու, այնտեղ ավելի մեծ, ավելի շատ հնարավորությունները։ Դրա համար այստեղի համար գնել եմ մի քանի բան նախաճաշի համար ու այն ընթացքում այսպես բզբզալու համար մի քանի բան։ Հիմա դասավորեմ դրանք սառնան ու այդ ընթացքում սուրճը դրել եմ, սուրճը եփվի, մի հատ հանգիստ խղճով նստեմ սուրճ խմեմ, այսօր շատ կարևոր օրերի համար, կարևոր 2 հարցազրույց, կարևոր 2 գործ պատվով հաղթահարել եմ ու երբ դու ինքդ քեզնից ես գո, ամենակարևորը այն չի, որ գլխավոր բժիշկն էր ինձնից գո կամ պացիենտներն էին գո, կարևորը որ ես եմ ինձնից գո, այդ ամենահաճելի զգացողությունն է, ճիշտ է, այդ էլ է շատ կարևոր, երբ որ այդ ժամանակ ու նույնիսկ հետո, երբ որ գալիս են այդ պացիենտները, որ արդեն վիրահատվել են, հատուկ շնորհակալություն են հայտնում, ջերմ խոսքեր են գրում կամ երբ որ ինտերնետային կայքում կարդում ես քո անունը բժշկի այդ բաների կողքին, աստղերի կողքին քո անունը շատ հաճելի է, բայց ամենակարևորը երբ որ մենք ենք ինքներս մեզնից գո, բայց ոչ հենց այնպես ուղղակի գոռոզանալու պահով, այլ դու բավարարված ես քեզ զգում, որ դու այդ գործը իրոք տանջվել ես այդ գործի համար, իրոք ջանքեր ես դրել ու դու պատվով հաղթահարել ես ու այդ sense հաճելի մի հատ ժպիտ կա, որ այդ մենակ մենք ենք հասկանում այն մարդիկ, ովքեր արդեն արել են, վերջացրել են, այսինքն այդ պահին ես հասկանում, մի խոսքով, լավ, հիմա սուրճս մինչև եփվի, հանեմ տեսնեմ ինչ եմ գնել։ Ուրեմն 2 խանութ եմ մտել, այս մեր մսամթերքի խանութը, որտեղից մեր մեծ մսամթերքի գնումներն ենք պատվիրում եւ երշիկեղեն բան ենք գնում,
Եվ շպար մտա, ուրեմն շպարից գնել եմ այսպիսի հացեր ու փաստորեն օրվա այս ժամին, որ կեսօրն անցնում արդեն, շատ ու շատ բաներ զեղչված են լինում ու շատ ավելի հարմար է, տեսեք օրինակ այս փոքրիկ բրդուճի հացերը 50% զեղչված էր։ Ու այս համեղ հացերը, որոնք սիրում են երեխեքը, սրանցով շատ հարմար է երեխաներին լանչ բոքսերը պատրաստել։ Այստեղ գնել եմ այս պատրաստի դարչնով այդ լեպկուխենի խմորը։ Իհարկե սիրով պատրաստում ենք, բայց դե երեխեքը սիրում են մենակ պատրաստել, որ տեսա զեղչվել է, մտածի ավելի լավ գնեմ, թող խաղան, զբաղվեն իրենց համար այսպես սուրբ ծննդյան թխվածքաբրիթներ պատրաստեն։ Այստեղ կարագներ եմ գնել։ Հա, ես մի հատ շպարից վերցրեցի, բայց այդ մյուս խանութից եմ գնել ու կարագը, որ իմ ամենասիրելի մրգերից մեկն է ու բոլորս ենք հիմնականում սիրում եմ ու օգտակար միսքա հաճելի է։ Այս կոնֆետը, չգիտեմ ասել եմ թե չէ, երևի չեմ ասել, այս այն որ նոր ասում է, հաճելի է, որ գալիս են շնորհակալություն հայտնելու ու բոլորիս համար բերում են, գիտեմ որ ինձ ինչ բերում են, ես թողնում եմ այնտեղ քաղցրավենիք բան, բերում են այնտեղի համար, այս բերել ենք կոլեկտիվի համար Կարին ջան, ուրիշ քաղցրավենիքներ կամ թարմը թխվածքներ են բերում։ Այս հատուկ քեզ համար է, բերում են ծաղիկներ, քաղցրավենիքներ, այս հատուկ քեզ համար է, հատուկ շնորհակալություն, ճիշտ է, չեմ սիրում այդպիսի բաներ, բայց լավ է, որ վերջում որպես շնորհակալություն եմ բերում, որտեղ այդ կաշառք աստվածը իմ մոտ չկա, ես ատում եմ նման բաները, ու լավ է, որ արդեն վերջում, երբ արդեն ամեն ինչ վերջացած է, վիրահատությունը, հետ այդ ամեն հետազոտություններ ուղղակի գալիս են մարդիկ նա սիրում բացիկի հետ, բացիկներ էլ ունեմ ցույց կտամ։ Բերում են ու շնորհակալություն են հայտնում, շատ համեղ է կոնֆետն է ու տեսեք մնացել է մենակ որոնք որ լիկյորով են երեխեքը կերել են ու սրանք թողել են ինձ երևի այսպես լավ շարունակենք ու այստեղ հիմիկվա սուրճի համար ճիշտ է քաղցր հիմա չեմ ուտում բայց Ռաֆայելո տեսա ու հենց այս սրանք դրված է լինում հիմնականում կասայի մոտ չէ այդ փոքրիկները 50% տեցի լավ դե 79 ցենտ 4 հատ մեջը մի հատիկով կարելի է այսօր սուրճ խմել ես վաստակել եմ այդ մի հատիկով սուրճ կխմեմ ամենը սենց անցնենք այս մյուս տոպրակին այստեղ վերցրել եմ երեխաների սիրելի այս քաբանուսիները քնաբանուսիները սենց էլի իրենց լանչ բոքսերի համար շատ հարմար է տանն էլ որ լինի այստեղ բաները թվարողները այս կատնաշորը լավ էլի զեղչվել է 50% վերցրեցի այստեղ այս երեխեքի սիրած եղշիկը էլի որը ինքը այսպես կտրտած ինքը 8 եվրո է 50% 4 եվրո այսքանի 500 գրամը շատ լավ է շատ լավ գինը ու լավ եղշիկ է այնպես է որ այս շատ երկար է գնալու մեզ որտեվ ինպես չի ամեն օր ուտում են ուղղակի նախաճաշի համար այս հացերի մեջ դնում եմ 1000-ի տերև մի փոքր ունենաց քսում եմ կատնաշոր կամ սերուցքային պանիր, բայց հիմնականում եթե արդեն կա երշիկ, սերուցքային պանիր չէ, ուղղակի կատնաշոր եմ քսում ու կամ մի հատ հնաբանոսի կամ մի 2-3 այսպես իրուն շարում են, որ երեխաները դպրոցում ուտեն, այդպես ու այստեղ գնել եմ տեսեք, ինչքան լավ գնումներ եմ արել, բյուջետային գնումներ, այստեղ լեբեկեզենա, մեր այստեղի, այսպես ասած, պատրաստի քյուֆթան երևի, բրդուճներում մի խոսքով հասկանում եք, գիտեք, որն է լեբեկեզենը, էլի տունը, որ ունենամ, էլի բրդուճիկների համար և գնել եմ, այս էլ անգելն է շատ սիրում, էլի եմ ասել, այս ես տարբեր տեսակի, որ կա բաները, փոքրիկ այս ներպերշիկները ու էլի 50% փաստորեն այս ժամին որ գնում ես խանութ լավ բյուջետային գնումներ ես անում ու այսքանը պատկերացրեք որ ես գնեի ես սրանք պետքա կրկնակի գներով գնեմ ու ասեմ որ ամենքն ասենք խոսքի հիմա սա 4 եվրո է ես 2 եվրո եմ վճարել սրա համար ինչքան լավ է սրա գինը չկա մի խոսքով ընդհանուր ասենք արժեքով 34 ու ինչքան, բայց ես պետքա հաշվի առնեմ, պետքա տայի կրկնակի։ Այդպես սիրելիներս, դե լավ, գնամ սուրճս նայեմ, հա ու կարագներ եմ գնել լղից, այս կարագներն էլ, մի հատ էլ կապալիներ։
Այդտեղ էլ կարակները զեղչվել են, ընդհանուր կարակները 1.50, ամեն մի հատը 3 եվրոից, բայց ոչ բանի հետ, ասենք ինչ որ, չգիտեմ, ինչի հետ էր կապված, որովհետև դեռ մինչև 27 ժամանակ ունի, որ հաշվենք այսօր 14-ն է, 27 ժամանակ ունի, ամեն դեպքում բան եմ անելու, տեսես մինչև դեկտեմբերի 10-ն է, գնամ մի քանի հատ էլ կգնեմ, ուղղակի ձեռքով բերել, չտա խանութը հեռու չի, բայց թե վիտոն գա, մի քանի հատ էլ կգնեմ ու յուղ կհալենք։ Այսպես դե լավ, հիմա սուրճս խմեմ ու սրանք դասավորենք։ Ու մինչ ես այդքան երկար խոսում էի, սուրճս հասցրեց լավ եռալ, առանց սերի եմ խմում, բայց ոչինչ։ Ու քանի որ վլոգի սկզբում նշեցի, որ մի փոքր հիվանդ ենք, այսինքն ես չէ, թե քրեսա մի փոքր վատառողջ է սեզոնային գրիպներից, վիրուսներից, ու քանի ժամանակ ունեի, որոշեցի այսպեսի համեղ ապուր պատրաստեմ Վիտոն հեսագա գործից ու գնանք տեքորես տեսակցության, նաև տնական կաթա եմ տանում ու պապայիս մեղրով, այ սենց համեղ առողջարար սնունդ, որ ուտի ու շուտ ապաքինվի։ Ուր ես գնում։ Ես գնում եմ մախանոց ու բաղդերը վարնում չգիտեմ ինչ։ Գնան ես դիտը, գնա։ Այսօր շաբաթ է, գնումների օրն է, ու այսօր Զոյկայի հերթն է խանութ գնալու։ Որ ամեն շաբաթ մեկին ենք տանում, գնա։ Գնան ես դիտը։ Արդեն բոյովացել ես, դա քեզ հարմար չի, գնա։ Մեծ աղջիկ ես արդեն դառնում։ Լցվել է արդեն սայլակը, Զոյ։ Ման գրոբի։ Կարաս ես։ Սայլակը տաննացի դերը։ Հալաջով աղջիկ թափեց մեջի, որ սայլակի մեջ չթողնի։ Ապրես։ Չկա փոքր սայլակ մեջն ավարտի, գինը։ Սիրելիներս գլումներից վերադարձել ենք ու որոշել եմ պելմեններ սարքեմ, քանի որ շատ աղացած միս եմ առել ու դնեմ սառցախցիկ, բայց մինչ եկանք Էլենաս իմ համար նախաճաշ պատրաստել, գիտի որ ես դուրսում բաներ չեմ ուտում, սոված կլինեմ, այստեղ տավարի միսա բան արած, տապակած, մածունով սոսա, ռուկոլա, լոլիկ և բեկոն, այսենց համեղ նախաճաշ ունեմ և իհարկե կեֆիր, բարի ախորժակ, համեղ առողջ նախաճաշ չի, որովհետև արդեն ժամը 12-ն է ու դրսում ենք եղել գնումներ, հիմա իսկական ճաշի ժամն է, բայց քանի որ Վիտոն դրսում կերել է արդեն, իրենք էլ նախաճաշել միջև եկան, ես հիմա այս կուտեմ, չեմ հրաժարվել Էլենի սարկածից, հետո արդեն պելմեններ կպատրաստեմ բոլորի համար։ Մը պատրաստում եմ խմորը, Էլենը փլավ է սարքում, այս պահի համար որոշեցինք ավելի լավ փլավ սարքեն կոտլետով թող ուտեն, որպեսզի պելմենները դնեմ սառցախցիկ ու մնա արդեն որ չսպասեմ պելմեններին, ես հանգիստ պատրաստեմ ու շատ անեմ, այստեղ ինձ մոտ 2 կիլոգրամ ալյուրա, ավելացրել եմ 3.5 այսպես ճաշի թեյի գթալ աղ, հիմա ավելացնելու եմ լավ տաք ջրով հունցելու եմ, լավ հունցելու եմ, ինչքան հնարավոր է լավ ու պինդ խմոր եմ անելու ու մեկ էլ բուսայուղ կավելացնեմ մի փոքր, որ ավելի էլաստիկ ստանանք, ձու չգիտեմ, ձու չեմ անի, չէ, ձու չեմ ավելացնի։ Այսպես խմորս արդեն պատրաստ է, այսպես պինդ խմոր եմ ստացել։ Այստեղ լցրել եմ բլենդերի բանի մեջ կոթեջն է իմ մոտ, կանաչի, սխտոր և սոխ պետք է լավ բլենդեմ, որպեսզի սխտորը սոխը չերևա, որովհետև ամուսինս չի սիրում։ Ու հետո արդեն խառը կանաչին կկտրատեմ ու չորացրած կանաչիներ էլ կավելացնեմ։ Թարմը և չորացրած։ Տանեմ ես մի հատ հարեմ գամ։ Ահա, այսինքն հաջողակ եմ ստացել,
Քանի որ միսը տավար էր, խոզը շատ քիչ էր, կարակել էի քերել ու մի հատ նայեք կարակը, ամբողջ կարակը վերներիս վրա է։ Այդքան էլ բանը, սառնը, ձեռքերս տակա, դե կպելա ձեռքերիս, հիմա մի հատ քերեմ։ Կարակը այսքան սիրում եմ խնկալու խճողակի մեջ, երբ որ կարակ ենք քերում, սենց հետո ինքը շատ համեղ է ստացվում, էլի դուրս է գալիս այդ հյութը ու շատ համեղ է ստացվում։ Դպես։ Բերել եմ ես մեկն էլ հիմա դնեմ սարցախցի։ Սարելուց հետո կտեղավորեմ այս ցիպ տոպրակների մեջ, զիպ տոպրակների մեջ։ Ահա, այս մեկն արդեն սարել, այնքան նորմալ է, որ այս սարցախցիկը այսպիսի հարմարություն ունի այստեղ դնելու։ Այսպես։ Ստեմ այս մեկը։ Այս մեկն մի քիչ հետո այս մեկը կսարի։ Այս կարող եմ արդեն դատարկել ու բերանը փակել ու նորից սարսախցիկ, համել սինիկ ազատվի։ Ուրեմն այսպես որոշեցի այս վերջիններ, այս մնացած խմորով էլ վարդ փաթաթեմ։ Հիմա մի անգամ այդ երբեք երևի ցույց չեմ տվել, չնայած որ գիտեմ շատ երետ եք պատրաստում, բայց սա մեր ընտանիքում հատուկ տեղ ունի, որովհետև իմ մայրիկից եմ սովորել, շատ բաներ եմ սովորել, բայց այս հենց իր տարբերակն է ու ինքը անկրկնելի համեղ էր պատրաստում։ Այդպես հիմա այսինքն փաթաթում ենք սիրուն, այստեղ տեսեք միջև վերջ քսել եմ, իսկ այստեղ բաց եմ թողել, որպեսզի կպնի ինքը խմորը, ու այսինքն սիրուն ռուլետա նման շատ մանրից ու հնարավորինս ամուր փաթաթում ենք։ Վերջ փաթաթեցի, ծայրերը փակեցի, այսենց այստեղ տակը կարող եք մի 2 կաթիլ ջուր անել, որ ինքը լավ ամուր կպնի ու չբացվի։ Հիմա կամ դնում ենք մի փոքր սառումա, նոր ենք կտրատում, բայց քանի որ սրանք իմ արդեն հետ հունցած գնդերն է, խնկալի կողքից ավելացած, ինքը լավ ամուր է, կարող եմ հենց հիմա կտրատել ու այսպես սիրուն շարել ուրիշ ամանի մեջ թեկուզ ու դնել սառի, հետո նորից լցնել տոպրակի մեջ, ոնց որ անում են բլմենների հետ։ Ահա, իսկ կոլոլակներս արդեն սառել են, հիմա կարող եմ հանել, այսպես մի քանի վայրկյան թողնեմ, հենց մի քիչ հետ կա, կառանձնանան ու գցեմ նորից տոպրակի մեջ ու դնեմ սարսախցիկ, ես 2 կեսով կանեմ, որովհետև 2 անգամ վայա, 1 անգամ կարող եմ կոլակով ճաշ պատրաստել, 1 անգամ էլ սիրում ենք տապակած կարտոֆիլի հետ, երբ սա էլ տապակում ենք ու տոմատով, այսպես համեղ խճողակի սոուս ենք սարքում վրան լցնելու համար։ Այդպես հիմա ես էլ տեղավորեմ ու շարունակեմ։ Մենք էլ իրար հետ ենք, այսօր ամբողջ օրը Զոյկան մեր հետ է, ուր գնացել ենք, Զոյկան մեր հետ է, բայց այսօր Էլենն էլ է մեր հետ, ֆիթնեսից վերցրեցինք Էլենին։ Դե ինչ, մենք էլի տեքորստանն ենք, վերադառնում ենք ու Սլավան մեր հետ է, այսօր մեր համայնքում է լինելու կրամպուսների, այսօր կրամպուսների բացումն է, այդպիսի սատանայական կերպարանքով մարդիկ են, որոնք այսպիսի միջոցառում է, չգիտեմ, կարող եք ինտերնետում կարդալ, չեմ ուզում ես բացատրել, որովհետև ես այդքան էլ հետաքրքրված չեմ սիրում այդ տոնը, այդ ամեն ինչը, բայց որ այդքան պատրաստվում են, այդքան տանջվում են, շատ հետաքրքիր է ու միջոցառումներ է լինում ու երեխեքը սիրում են գնալու մասնակցել, ահա տեսեք, այսպիսի մարդիկ այս ծանր շորերը հագած, այսենց քայլում են զնգզնգոցով, շխշխկոցով ու ազդարարում են, որ արդեն ձմեռը, արդեն ամանորը մոտենում է, երևի։
Բարի Կիրակի առավոտ բոլորիս սիրելիներս ու քանի որ երեք շատ ուշ վերջացավ տոնախմբությունը ու դե դեկորեստական Սլավան մեր տանն է գիշերել ու ինքն էլ պելմենների մեծ սիրահար է ինչպես Ալենը որոշեցի մինչև իրենք արթնանան իրենց համար պելմեններ պատրաստեմ չնայած որ հասցրել էին արդեն կոմֆլեքս ուտել շուտ էին արթնացել ու ես չէի նկատել թե իրենք ոնց են արթնացել ու իջել ներքև այդպես ամեն դեպքում պատրաստեմ բոլորս միասին հաց ուտենք ու քանի որ երեք հենց տեղադրեցի սեղավորեցի սառնան ու ամուսինս ասեց որ ուշ արդեն պետքա դուրս գան գնանք դեկորեստուն այդպես մնացել էր այս հաց ուտելուց հետո որոշեցի սրանք էլ կտրատեմ նորից տեղավորեմ տոպրակների մեջ եւ դասավորեմ սառցախցիկում ահա սիրելիներս սրանք էլ իմ երեկվա աշխատանքի արդյունքը ունենք կոլոլակներ վարդ բլյուդի վարդ ուտեստի համար այսպիսի արդեն պատրաստի վարդերը եւ պելմեններ Սուրճի ժամը մեր մոտ ու ես սուրճս վերցրեցի փախանես, որտեղ դրսին ցուրտ էր։ Ողջույն սիրելիներս, բարի լույս, հուսով եմ լավ եք։ Մենք էլ ենք շատ լավ։ Կիրակի է, այսպես առերես դեռ չէինք բարևել, արթնացանք, տեսակ գործերս վերջացրեցի, երեխեքին հաց տվեցի ամեն ինչ, հիմա սպասում Ալենն ու Սլավան գան, այսինքն գնացել են չհաշված են բանին, որ տանը հաց կերան, բայց որոշեցին դուրում էլ ուտել, այսպես մենք այս տան մոտ ունենք բացված, Ալենը բա ուզում եմ Սլավային տանեմ դուրում հյուրասիրեմ, ի նկատի ունեմ քաբաբով բրդուճ էլի, այդպես շաուրմա լավ գնացին իրենք, ես էլ պատրաստվեցի Վիտոյի հետ դուրս են գալիս Սլավային տանենք իրենց տուն, համել Գալյանա եկել, գիտեք արդեն ովքեր չգիտեն, ասեմ Գալյան իմ հոր եղբոր աղջիկն է ու Ռուզի աղբոր կինը, այսպես մենք խառը խնամիական բարեկամական հարաբերություններ ունենք, գնանք տեսնենք, այդպես պատրաստվել ենք, հիմա դուրս ենք գալիս, էլ ոչ մեկի չենք տանում, Ալենը, Սլավան, ես ու նայում եմ պատտեմ չէ, ես ու այս սիմպատիչնի տղեն, որ չի ուզում նկարվի։ Այդպես սիրելիներս, լավ, գնանք տեսնեմ ոնց կլինի, չգիտեմ կարողանամ նկարել թե չէ, ամեն դեպքում, եթե չկարողանամ էլ նկարել, իմացեք որ վլոգը արդեն կա, այս հատվածն էլ կկցեմ, լավ մնացեք, լավ եղեք, մինչ նոր հանդիպում, գնացինք։ Իդեպ ասեցի մի հատ էլ այսպես ցույց տամ, այն պատվերի բաննա, վերնամասնա շատ սիրուն է, շատ ադուրս գալիս ու չսպասեցի, որ իր տաբատի հետ հագնեմ, հագել եմ իմ սև տաբատի հետ, որի հետ շատ սիրուն սազում է, նկար կնկարվեմ, սա խնդրեմ մի հատ Վիտոն նկարի ու կգցեմ կտեսնեք։ Այսօր շատ լավ օր է, երբ որ արև կա, իմ համար այդ ամենալավ օրն է, երբ որ արև կա։ Գնացինք, լավ, գնանք երեխեքին էլ վերցնենք, գնանք։